Անչափ շնորհակալ եմ հետևորդներիցս, որովհետև ալիքս դարձավ 100,000, ուրեմն մեր աշխատանքը, ուրեմն պետք է ինչ-որ մեկին լավա շարունակում ենք նույն ձևով, խնդրում եմ լայք դրեք հենց հիմա եւ տարածեք այս նյութը, եթե համարում եք, որ մենք լավ բան ենք անում միասին։ Հա, նաև Patreon-ում կարող եք փող գցել։ Այսօր երկու թեմայից խոսեմ, մեկ քաղաքական, մեկ հասարակական։ Հա, նաև կներեք հիշեմ, որ այստեղ սեզոնս փակեցի թատերական, շատ շնորհակալություն հանդիսատեսից, որ եկավ, լիքը դալիճ էր, լավ կերանք, խմեցինք։ Ես մի քիչ չարաշահեցի, մի քիչ չէ լավ, առավոտյան բանը հեռախոսս Face ID-ին չէր բացում։ Հա, մեկ այսպես կարելի է թուլանալ, որովհետև Արսեն սրանց հետո գնում եմ այդ նույն ներկայացումը Հայաստանում կխաղամ հիմա։ Հունիսին, մի խոսքով լավ, անցնենք առաջ։ Ասեց երկու մաս է բաղկացածելու, մեկը քաղաքական է, մեկը հասարակական, քաղաքական այնա, որ Էդմոն Մարուկյանը լուսավոր Հայաստանի ղեկավարը նախաձեռնել էր վարչապետին անվստահություն հայտնելու ինչ-որ քայլ։ Դա կոչվում է շատ մի քիչ անսովոր անվանում այնց համար, ոնց որ կամասուտրայից լինի, impeachment։ Հա Նու կարծեմ որոշներին ծանոթ է երևի թե այդ բառը իմ հեռուստադիտողից հանդիսատեսից։ Մի խոսքով, դա գիտեք առաջ ինչու չէր արվում, այդ սրբազանների բաների ժամանակ չեղավ, ասում են, որովհետև երկու ստորագրություն պակաս էր։ Հա, բայց հիմա այդ երկու ստորագրությունը կա, այդ Հովիկ Աղազարյանն է եւ ինչ որ Մինչյանն է, որոնք որ եթե ընդդիմադիր մեր պատգամավորները եթե ստորագրեին, ապա կարող էին դիմել արդեն այդ impeachment-ի գործընթացը սկսեր։ Եվ երբ որ արդեն բանը հասավ բանին, տապալվեց հետի, որովհետև մեր ընդդիմադիր, այսպես ասած, այդ զանգվածը, որ կոնգլոմերատը, որ նստած է պարլամենտում, չհամաձայնվեց դա անել։ Հիմա ժողովուրդ ջան, ձեզ ասեմ սենց մի բան, ես Էդմոն Մարուկյանը աչքիս լույսը չի, ես համաձայն չեմ իր ենք ռուսական այդ կոնցեպցիաներին, որ Ռուսաստանի հետ պիտի խորացնել մեր հարաբերությունները, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի բանակցություններին, ինձ համար դա անընդունելի է։ Մնացած ասեք ինչ-որ բաներ ասում, որ ասեք համաձայն եմ, հա։ Պարզ ասեք, հանկարծ չկարծեք ինքից փող ա տվել, չնայած լավ կներ որ տար, պրինցիպի, հա, վատ չէ լինի։ Հա, և հիմա ուզում եմ ասեմ, որ այս պրոցեսը քաղաքական պրոցես էր, պարլամենտական երկրին հարիր ինչ-որ պրոցես էր, և դեռ ավելին, Մարուկյանը դառնում էր մի տարով վարչապետ, եթե անվստահություն հայտնեին, մի տարի հետո սկսում էին ընտրությունները, այսինքն բանի համար, ընդդիմության համար իդեալական ինչ-որ մի հատ վիճակ է ստեղծում, որովհետև հիշում եք ասում էին սրբազանի, որ դեմ էին տվել, ասում էին այն մարդ, ասենք ես մարդ հոգևորական մարդ է, սրա ծրագիրը Աստված, հայրենիք եւ բան, տենց շուտից բաներ է ասում, որ լավ է ապրել առողջ քան հիվանդ, լավ է ունենալ լինել հարուստ քաղաքական թե աղքատ, այդ էր իր ծրագիրը էլի պրինցիպի, հա, Կիրանցով Ղարաբաղ մառազներ էր ինչ-որ, ոչինչ, այնքան որ մարդիկ էլ ունեն, որ ինձ գրում էին, դեմ մի խոսա, այնքան որ պրծնենք Նիկոլից, այնքան որ հա, այդ դրան եք ուզում դնենք, որ այնքան որ պրծնենք, հիմա այնքան որ այդքան ուզում եք պրծնենք Նիկոլից, ժողովուրդ ջան, այս մարդը 10 տարվա ստաժ ունի, քաղաքականությամբ զբաղվելու, ձեր նման Ռուսաստանի հետ վատ չի հարաբերությունը, դուք եք ասում, չէ, գնում եք Կարմիր հրապարակում կանգնում եք Նիկոլի կողքը բան տենց, որ դուք եք տենց, դուք Ռուսաստանը դա ձեր բանն է, ձեր մայր հայրենիքն է, այսպես ասած, ինքն էլ տենց մտածում ձեր նման Ռուսաստանը, այսինքն նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց չէ արա, դուք ոչ թե ուզում եք Նիկոլին փոխեք, դուք դիշովկա եք, դուք եք ուզում գաք իշխանության, եւ ես շնորհակալություն եմ հայտնել մի անգամ արդեն սրբազանին, որ լյուստրացիայի ենթարկեց ձեզ, իսկ Մարուկյանը вообще տրուսիկախառը հանեց վրեկներից սաղ ու լրիվ մեկ եկել, լրիվ ճիճուի ինչ որ տենց են քաքի մեջի ճիճուները ոնց են տենց ասենք աթոռի համար, բանի համար, քաքի համար, քրիվա դուք եք Եթե դու այդ չլնեիք, եթե ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանից պրծնելն է, վերջապես,
դավաճան հողատու, եսի մնչատուից, ապա այս մարդուն կնշանակի կլներ մի տարի կլներ, հետո նորմալ ընտրություններ կանեիք, կամ կընտրվեիք, կամ ջայնամ ընտրվեիք, կամ մի բան կլներ։ Դեռ ավելին ասում եք Փաշինյանը ընտրություն, հա, որ Սրբազանի հետ բազարը որ սկսվել էր, ասում ենք, բայց լավ ինչի համար, ասում եք, գոնե ընտրությունները որ լինեն 26-ին, ՔՊ-ի ձեռը չի լինի, էլի, արդար ընտրություններ կլինի։ Կարելի է մտածել ՔՊ-ի ձեռը որ ընտրությունը արդար չի։ Հիմա չասեք թե պաշտպանում են, բայց կներեք արդար չլներ, Լենինականում տենց արդյունք չենք ունենա, կամ Փարաքյանում տենց արդյունք չենք ունենա, արդար ընտրությունները տենց է։ Լավ, էտել ասենք ձեզ բոնուս կլներ, էլի որ Մարոկյանը կկազմակերպեր ձեր ընտրությունները եւ արդար բան նորմալ ընտրություններ կլներ, արա մոտ արա, ինչ մեղք եք դուք յախ կա։ Ու ձեր կարծիքով եք սաղ իդիոտ ենք ու խոտ ենք ու դու մարաշ, դուք շատ վատ եք, շատ, ախը չեք պատկերացնում ինչ վատն եք, չեք պատկեր։ Դուք եթե պատկերացնեիք դուք ինչ վատն եք, դուք վաղուց ինքնաց բան կլնեիք, բայց դուք դա չեք պատկերացնում։ Ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թևը, ու նաև իհարկե Նիկոլ Փաշինյանի, որը որ ցեխա լցնում է այդ բանի վրա, էտել ընդեղից, այդ իմպիչմենտը ինչ է ցեխ լցնել, բայց տեսել այդ իմպիչմենտին չգնացիք ժողովուրդ ջան, իմպիչմենտը բան չի, շատ ապուշ բառ է իհարկե, բայց կունիլինգուս չի, իմպիչմենտը էլի մի ամաչեք անեիք էլի Ինչ խնդալու եք սա թորը սարևանա Հենա մարդ եկել էր, հենա Անդրեիք թող պրծնեիք Նիկորից էլի, դետքան ուզում էիք չէ մի հատ կանեիք հետիմ ասացից մարդ չեր իմանա Վայ մամա ջան, արա կլոուն եք, դու ինձ եք ասում կլոուն, արա հետի գոնե իմ մասնագիտությունն է, դուք յարի դες լուրջ մարդ եք, բայց դες բան եք, հա Ընդդիմություն այն ասել է, վախեցակ քակեցիք տակներդ։ Որ Մարոկյանը գար, պարզա որ ասենք գիտեք ձեր այդ համաձայն չի լիքը հարցերում, քարին ջեր թողի։ Լավ, в общем, Աստված բոլորի հետ ժողովուրդ ջան, անցնենք ավելի հետաքրքիր թեմայի համար, ինձ համար ավելի հետաքրքիր թեմա է հասարակական թեմա։ Սա օպինել դանակներ են։ Տեսեք, մեկը սև է, մեկը սպիտակ։ Հիմա կասեմ ինչու։ Ուրեմն օպինել է եղել Ժան Թեժակ օպինել 1890-ականներին, ապրել է Ֆրանսիայի ինչ-որ մի գյուղերում, ինչ-որ պրովինցիայում ապրել, եթե չեմ սխալվում, եւ եղել է վարպետ։ Կացին է սարքե, ուրակ է սարքե, ես իմ ինչ-որ մեխ է սարքե, բան արել, նաեւ դանակներ է սարքե, բան է ստանում պատվեր, որ ծալովի դանակ սարքի, եւ այդ արքե մի բան է հորինում, այս տեսեք, այս օղը որ կա, այսպես պտտացնում է, ստոպր է, չի փակվում դանակը, նույն ձևի փակելուց է, սենց է անում, սենց փակում ես իրան, ու էլի ստոպր ես անում, որ չբացի, ասեք երեխեքը չբացեն բաներ, որ գրպանը տնես։ Շատ հարմար բան է։ Ինչի՞ է մեկը սպիտակ, մեկը սև, որովհետև այն ժամանակ ես ուղղակի անալիզ եմ արել, մտածել եմ, այն ժամանակ սենց երկաթը սենց մշակելու երևի հնարավորություն չի եղել եւ այս սենց են մշակել, ասենք տեսեք ինքը սևանում է, հա։ Եվ պատկերացրեք, սա ավելի թանկ է, քան սա ինտերնետ։ Խոսքի եթե սա $40 է, սա $60 է, այսպես։ Ну, yaman գիտի մի գներ չեն, որովհետև տարեկան մոտ մի կես միլիոն արտադրում են այդ մարդիկ հիմա այդ օպիներներից եւ ասենք բավական նեժան համարվում։ Ես շատ եմ սիրում այս դանակներն, ինձ միշտ նվիրում են այս դանակները, միշտ առնում եմ այս դանակները, on-line եմ առնում, խանութներում չկա, այստեղ Եվրոպայում կա, Եվրոպայից առել եմ մի քանի հատ, ինչ է։ Ուրեմն սկզբից ինքն է արտադրում, հետո իր թորներն են արտադրում, հետո հիմա իր տղեկն են արտադրում, մեծ գործարան է Ֆրանսիայում շատ հարգի եւ համարվում է իրանց բրենդը, տենց հին բրենդ է ինքը, էլի տենց համարվում։ Գիտեք, այնքան վատ եմ զգում, չեք պատկերացնում ժողովուրդ, որ մտածում ասենք, օրինակ մենք ես հասկանում եմ, որ պատմությունից է ամեն ինչ, որ մենք մի տեղում երկար ժամանակ չենք ապրել, որ մենք չենք կարողացել ստեղծել մի տես մի պետություն, որը որ մի 300 տարի ասենք այդ պետությունը տես ինչ որ տես բաներ տա, հա,
պտուղներ տա, հա, հետո եթե անգամ եղել է, հետո քանդվել է, էլի քանդու քարապ ենք եղել, հետո էլի Փյունիկի նման ամեն անգամ վերածնվել է։ Դրա համար, բայց այս 30 տարվա ընթացքում գոնե որ ստաբիլ ապրել ենք, էլի։ Հիմա նույն Լենինականում, ասենք, ես հիշում եմ, ջահել էի, այնտեղ կար գլխարկ կարողներ կային։ Հենց Կիրովը որ պրծրում էր 16 փողոցը հատվածը այնտեղ այդ չանգի վրա բան կար արեստանոց կար, մի ձեձե էր աշխատում մեծ մարդեր, երևի դա իր տղեկն են հիմա։ Չգիտեմ, եթե կա այդ բանը, եթե այդ բրենդը, այդ այրոպորտը Նիկոլի գլխարկը որ կա, դրանց են կարում, էլի ֆայտոնչների համար։ Եթե կա, խնդրում գրեք, էլի կոմենտներում, եթե կա, ես շատ կուրախանամ եւ բարևներ եմ ուղարկում, եթե կա։ Կային ֆայտոն սարքողներ վերանորոգող, կամ ուշուրբա սարքողներ կային։ Ես իմ օրինակ Լենինականի բանի Գյումրի բանի որ անցնում եմ ամեն անգամ որ գրում եմ գերեզմաններ, մերոնց 5 գերեզմանները ընդ գիտեք ոնց են ամեն գերեզմանակ տապանակարին թելո ասեղան նկարած, դաջված կամ դուրմը դերցակա եղել, չէ, եթե չգիտեմ, եթե գիրքա ուրեմն ինտելիգենտ մարդ է եղել, բան է եղել, դասատու է եղել, բաներ կան, դիմակներ կա, եթե դիմակա ուրեմն եղել է ինչ որ ասենք դերասան կամ արտիստ է եղել, շատ հետաքրքիր։ Հիմա դրանց ոչինչ չմնաց եւ գոնե Գյումրիում ասենք կան տենց ինչ որ վարպետներ դեռ որոնք որ պետք է պահպանվեն, որովհետև դա մեր օպինելն է, այսպես ասած, հա։ Ապա Երևանը ընդհանրապես կարելի ասել չեմ ուզում այդ բառը ընդունեմ իմ քաղաքն է, այնտեղ ծնվել մեծ, բայց բոմժանոց է, էլի հասկանում եք։ Եվ ինչի է բոմժանոց, դա մեր վերաբերմունքից է այտենց։ Լսեք, իմ ջահելվաղ, ինչի ջահելվաղ, մինչև ես վերջին մի 10 տարին Աբովյանի վրա կինո Մոսկվայից որ իշտում էր, աչ կոմերում այդ Պերաշկյանոց կար, հիշում եք։ Ով որ հիշում է, խնդրում գրեք ձեր կոմենտներում, հա։ Ասես մի հատ պատոհան էր, ծոցաներ էին կայնացնում դե լավ տենց սպիտակ հալատներով, ու մեկը խմոր էր հունցում, մեկը դնում էր, մեկը էփում էր, մեկը բան էր տենց, հետո ասենք վաճառում էին այդ Պերաշկիները, եւ հիշում եմ մողորմացիկ մամայից հետ էլ անցա մի 20 տարի առաջ ընդ, ասա վայ, ասա մինչեւ ես ասում կա այս կարկանդականոտ, ասում մենք ասում Բրյուսովից գալիս ենք, ասում ուտում էինք այստեղ, բացի ես էլ եմ դասերից փախնում ուտում էինք։ Եվ հիմա դե ինչ որ սուվենիրների խանութ է, ինչ է բան։ Ասենք զարմանում ես, ես այդ բիզնեսին բան չունեմ ասելու։ Մարդը բիզնեսմեն է, տուն հարել է, ով գիտի կարող է հայել չի, չգիտեմ։ Կարող է Երևանի հետ вообще կապել չունի։ Բայց լավ վրա մեր սա քաղաքապետները ուռոդ են եղել ուղղակի։ Պրոստը ուռոդ են եղել։ Որովհետև գիտեք ինչ, ասել որ դա գերակա շահ է, դա էս ինչու՞ պիտի օրենք պիտի լիներ, բան պիտի լիներ, որ տես բրենդային տեղերը, ասենք ֆոտո ատելիեներ Աբովյանի վրա, որ Մեծն Փափազյանը եւ Ռաչանովյանն են նկարվել այնտեղ։ Հիշում եք, այդ հայ մեծերը տենց բանը Պանթեոնի նման կախում եք նկարներ ամենտեղ, բանը փողի վրա տպած է հայ մեծերը, ասենք, այդ է եղել մեր հարգանքը հայ մեծերի հանդեպ։ Իսկ Փարիզում մինչև հիմա այն աստիճանը, որտեղ որ Էդիթ Պիաֆն է ծնվել, աստիճանի վրա է ծնվել։ Այդ աստիճան մինչև մի կա եւ այնտեղ Տաբլիշկայա կախած որ այստեղ ծնվել է Էդիթ Պիաֆը։ Քաղաքը դրանով է քաղաք։ Պետությունը տենց բաներով է պետություն, ժողովուրդ։ Ստեղ Ռալֆս խանութի տրակած աֆիշը 20 տարի առաջ էլ էր այդ ես որ առաջի անգամ եք ասել տեսա։ Հիմա էլ է այդ, ոչ մեկի մտքով չի ասում, հիմա փոխենք ուրիշ ձև գրենք այդ Ռալֆսը, չէ, տենց է գրվել 60-ականներում, տենց է մնացել է, կա բաներ, որ չեն փոխվում, ես դեմ չեմ նոր Հայաստան գաղափարին, այո, եթե մենք նոր Հայաստանը մեր մեջ պահենք, մենք չենք ունենա, ասենք, Վան Բուլկյանոց, Զեյթուն կոշկակարանոց, չգիտեմ, տենց, Բիթլիս, Եսի մինչ, հա, չենք ունենա, մենք նորմալ անուններ կդնենք, հա, հիմա բան, ստե Արցախ փողոց կա, յախտ քեմերեսների դր, վարա, ամեն անգամ սիտս արունա լծվում, հələ Արցախը կար արդեն Արցախ փողոցը դրել էին, գիտեին, որ բանալներ է, Արցախ Շուշի հյուրանոց, բան, տենց մի, եզ ենք, եզ, հասկանում եք, եթե մենք լնենք իսկապես նոր Հայաստանի գաղափարով տգուրված, մենք այդ ամեն ինչը չէինք անի, բայց եւ չէինք մոռանա հինը, բայց ոչ մեկի մտքով չէր ասի, որ կարա սահմանությունը փոխել, որովհետեւ այնտեղ ասված է, որ Ղարաբաղի հանդեպ մենք էսի ինչ ունենք։ Ամերիկայի համալսարանը կարդացել եք,
Անգլիայի թագավորին ինչ քֆուլ ասես գրած չի։ Դե իմ անգլերենի ասի, դավայ փոխեք, կարա։ Լիքը դες բաներ կա պատմական։ Ոչ մեկի մտքով չէր ասի, Արարատի վրա, գերբի վրայից Արարատը հանել։ Խի արա։ Երևում արին իմ բալկոնից երևում նկարել եմ, ձեզ ինչ։ Մենք ինքնիշխան պետություն ենք որովհետև։ Քակեք կերե ինքնիշխան եք։ Ոչ մի բան ինքնիշխան չենք։ Ինչ որ ասում են, էլ անում ենք։ Ինքնիշխան ենք։ Զարմար ենք ինքնիշխան ենք։ Հա, իդեպ, անձամբ շնորհակալություն եմ հայտնում ղեկավարներին, ովքեր որ պարոն Լավրովին տես լավ դիմավորեցին Հայաստանում, հա, պլակատներով, բաներով, քֆուր, քյաֆարով, թող գոնե իմանա, որ ինչ-որ մի տես մի հատ ինչ-որ մի զանգված կա, որ ռուսներին չի սիրում։ Ղարաբաղցիներին խորհուրդ եմ տալիս, բան, այն ղարաբաղցիներին, ովքեր որ ժամանակam տորթերով դուս եկանք Պուտինի մոտ, թող հիմա երկու հատ տորթ թխեն, տանեն Լավրովի դեմը տնեն։ Իհարկե ոչ բոլոր ղարաբաղցիներն են այդպես կտցրած, բայց դե իրանց մեջ մի քիչ ավելի շատ էին, ցավոք։ Ինչով ավարտվեց, մենք գիտենք։ Ինչև է լավ, անցանք առաջ։ Եթե մենք այդ օպինիոնները չունենք, մենք ոչ հասարակություն կդառնանք, ոչ էլ պետություն, ժողովուրդ։ Պետությունը դրանով է պետություն։ Իրա մշակույթով է պետություն։ Իսկ մշակույթը դա թատրոնը չի, կինոն չի, բան չի, մշակույթը։ Մշակույթը դա մեր կենցաղավարությունն է։ Մեր տրադիցիաներն են, այդ սկվազնեչոկ մի հատ կաֆե կար, չէ՞։ Ինչ ծախիր մախիր մի ժամացի խանութ է, իսկ այս սկվազնեչոկում Հրաչյալ Ներսեսյանն էր նստում, չէ՞, բանը, իր հայրն էր նստում Լևոն Ներսեսյանը, երևի Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է, մենք ասում են, արի, մեր տարի կոֆե խմենք։ Խիք հակեցիք մեջ, արա, մնացել էլի, թո մնարելի, հենց այդտեղ պետք է սարքեին այդ ժամացի այդ խանութը։ Մի քիչ կողք սարքել, եթե քաղաքապետը էր այդ ժամանակ, մարդլներ, կասա չէ, ժողովուրդ ջան, մենք օրենք ունենք, որ այս բաները հնություն են, սա ձրտալ չի կարելի, կողք կսարքեք, հարց չկա։ Դες ուրիշ տեղ կտանք, այնտեղ սարքեք։ Չէ, բայց ոչ մեկի տանձին պետք չի եղել, հասկանում եք։ Ոչ մեկին պետք չի եղել։ Աբինյանը գոնե հոերևանցի է, էլի։ Ես չեմ ասում իր օրոք այդ Պերաշկյանոցը քանդեցին, չէ։ Դրանց առաջ է եղել։ Բայց այն կեղտոտ շինարարությունը, որ հիմա գնում է Երևանում, այն թոզու դուման ու փոշին, որ ոչ մի նորմ չի պահպանում, դա էլ հո իր գործն է։ Մի հատ նորմալ քաղաքապետ չունեցանք, լսեք։ Մի հատ նորմալ քաղաքապետ չունեցանք։ Մի հատ ավականի չունեցանք, որ օրենքներ մշակեր, որ ասենք չի կարելի, դες ասեք այդ ատելիեն չի կարելի, այդ ֆոտո ատելիեն չի կարելի քանդել։ Mayրապետյանը տեղ տուն բան շենք պետք է սարքի։ Mayրապետյան ջան, Աստված ծաղկացնի բիզնեսները, էլ սիրուն ուրիշ տեղ սարքի։ Լավ ժողովուրդ ջան, հենց այդքանը կներեք հախուռն մտքերից համար։ Երկու մասից էր բաղկացած իմ եթերը, նո առաջինն այն էր, որ ոչ մի ընդդիմություն չի ուզում Նիկոլ Փաշինյանին փոխի, ժողովուրդ ջան, իրար հետ հարմարվել, լավ ապրում են, իրար վրա աղոթում են, ոնց անեն, որ հանգած բան չփոխվի։ Էդը տենց։ Երկրորդ մասն էլ դե սոպիդելների մասին էր, մեր այսպես ասած, մեր ազգ, ժողովուրդ եւ պետություն դառնալու մասին էր, որ ինչ որ լեգենդներ, ինչ որ բրենդեր, ինչ որ բաներ պիտի մենք ունենանք։ Հակառակ դեպքում ինչ որ դες մեծ կոնգլոմերատ ենք, ինչ որ մանավանդ որ գիտեք, որ ծնդից եկած բան տենց այդ ժողովուրդ ենք մենք։ Հետերը տենց, ժողովուրդ գրանցվեք ալիքի, շնորհակալություն, դարանք 100,000, Patreon-ում եթե կարող եք աջակցել, աջակցեք։ Դե թատրոնում կհանդիպենք Հայաստանում արդեն, ստեղել արդեն ավարտեցի, ինչ ասեմ, շատ պատմելու բաներ ունեմ ձեզ, կհանդիպենք, դեռ էլ կհանդիպենք, մի կնոպկեն մանգանք, հանգիստ եմ մանգալի, որ հանգարց շատ չվախենակ, տեսեք կնոպկեն,